Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ես այնուամենայնիվ կուզենայի հստակեցում մտցնենք, որ մենք խոսում ենք, երբ որ անվտանգություն ենք ասում, նկատի ունենք Եվրոմիությունում ներքին կարգու կանոնի հետ կապված հիմնախնդիրները, թե այնուամենայնիվ Եվրոմիության պաշտպանական քաղաքականության հետ կապված հիմնախնդիրները, թե մենք հիմա փորձելու ենք հասկանալ, որ երբ որ ասում ենք անվտանգություն, նկատի ունենք նաև ԵՄ-ում ոստիկանության գործունեության չափորոշիչները եւ ստանդարտները, Եվրոմիությունում գործող տարբեր 27 երկրների բանակների զինված ուժերի գործունեությունը, իրենց ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանք եւ այլն։ Այնուամենայնիվ մենք ինչ ենք հասկանում, որովհետեւ ես անվտանգությունը շատ ընդգրկուն բառ է, այսպես ասենք, եթե ոչ եզրույթ, ես կուզենայի հասկանալ մենք Եվրոմիության հետ առավել եւս որ դուք նշեցիք հատկապես հիմա որ իրանք լուրջ քննարկումների մեջ են, որոնք ցույց են տալիս, որ որոշ կոմպոնենտներով իրանք չունեն այնուամենայնիվ անվտանգության ձևավորված միասնական համակարգ։ Կան ազգային ինչ-որ էլեմենտներ, ազգային բանակներ եւ այլն, բայց դրանք էլ կոորդինացնում եւ աշխատում են Եվրոմիությունից դուրս դեռևս, անցած անգամ էլ դա նշեցի, ՆԱՏՕ-ի շրջանակներում Եվրոմիության անդամ պետությունները համագործակցում են։ Հիմա այնուամենայնիվ, երբ որ մենք ասում ենք անվտանգություն, մենք որ հատվածն ենք հատկապես կարևորում, պաշտպանական, ռազմական, ներքին գործերի համակարգերի արդյունավետ գործունեությունը, սա բաց է մնում։ Հատկապես նորից ուզում նշել, որ իրենք դեռևս ինքնուրույն դեռ փորձում են հասկանալ իրենց ինչ է սպասելու եւ ինչ են անելու առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Մեզ բոլոր հարցերն են հետաքրքրում, դուք քվեարկեցիք գրեթե բոլոր ասպեկտները եւ պաշտպանության ոլորտում արդեն ունենք շատ կարեւոր կոնկրետ շոշափելի ծրագիր։ Դա եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունն է։ Մենք երկրորդ հայտն ենք այժմ ներկայացրել այս թվականի համար եւ պաշտպանության նախարարության հետ ընթանում է բավականին ակտիվ աշխատանք։ Ներքին գործերին դուք արդեն նշեցիք մի շարք գործընթացներ, սկսած կիբեր անվտանգությունից, մեր ոստիկանական համակարգը եւ այլն։ Այսինքն օրակարգը շատ լայն է։ Եվրամիությունը այժմ քննարկում է ոչ թե ստեղծելու մասին, այլ ուժեղացնելու իրանց համակարգը։ Երկար տարիներ է, որ գործում են Եվրոմիության առանձին առաքելությունների մեխանիզմը անկախ ՆԱՏՕ-ից, երբեմն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ է դա եղել։ Այո, ընդհանուր անվտանգային քաղաքականության շրջանակներում եւ այստեղ խոսքը գնում է այդ ոլորտը առավել ամրապնդելու, քան թե նոր համակարգ ստեղծելու։